Դե ինչ որ կատարում է երկրում բոլորդ եք տեսնում, էլի։ Սա բացարձակ ահաբեկչություն է բնակչության նկատմամբ, ընդդիմության հատկապես նկատմամբ, հարձակումը թե եկեղեցու հանդեպ, թե ընդդիմադիր համայնքապետների, քաղաքապետների, առաջին դեպքը չէ եւ ինձ հիմա պետք է չի զարմանալ, որ այս քաղաքական կուրսը իրենք շարունակելու են հատկապես մինչեւ ընտրություններ։ Ահաբեկելու համար մարդկանց։ Իրանց երկու ահաբեկչական, երկուսն ասեմ, աղբյուր ունեն, մեկը ներքին ահաբեկչություն, այսինքն վախեցնել, որպեսզի ընդդիմությունը չկարողանա գործել, հիմնական մի շարք թիրախավորեն, մի շարք ղեկավարներ եւ նրանց ձերբակալել, ինչպես Սամվել Կարապետյանն են ձերբակալել, քրեական գործերն հարուցել շատ-շատերի հանդեպ, թողեն փորձեն չեզոքացնել եկեղեցին, եւ կա նաեւ երկրորդ ահաբեկման իրենց աղբյուրը, դա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իրենց համաձայնությունն է, որի միջոցով անդադ ահաբեկում են հնարավոր նոր պատերազմով։ Ահաբեկումը բերում է իրավիճակի թուլացման, բարոյալքման, վախի, իսկ վերահսկելը, փորձել կառավարել վախեցած եւ բարոյալքված մարդկանց իրենց համար շատ հեշտ է։ Սա այդ սերիան է եւ սա սկսել է ու համոզված եմ առաջիկա 7-8 ամիսների ընթացքում կանգ չի առնելու ցավոք սրտի։ Իսկ դուք հակակոռուպցիոնի ձայնագրությունը լսել եք եւ մտածում եք, որ դա եւս է իրականության հետ կապ չունի։ Գիտեք, ես կարծում եմ այսպես, ես կարծում եմ այն մարդիկ, որոնք հատկապես ընդդիմադիր դաշտում են, շատ հստակ հասկանում, որ իրանք թիրախավորված են, շատ հստակ հասկանում, որ իրանք ձայնագրում են տարբեր հնարավոր ձևերով եւ նաեւ եկեք չմոռանանք, էլի մենք տասնյակ դեպքեր գիտենք, երբ իրանք մոնտաժած ձայնագրություններ են ցույց տալի, հնարավորս է այդ մոնտաժի ձևերից մեկն է, այսինքն ես այս բանը չեմ կարող դրան գրահատական տալ, բայց վստահություն այսօրվա համակարգի վրա թե հակակոռուպցիոն, թե քննչական, թե իրավական վստահություն, ասենք 0 է։ Շնորհակալություն։